Շույն լայնուս գետեմ կայքի հարգարժան այցելուններ։ Ինչպես միշտ աշխարհում տեղի են ունենում բազմաթիվ դեպքեր, բազմաթիվ դեմքեր, բայց Հայաստանում մի տեսակ անորոշ իրավիճակ է բոլոր առումներով։ Տեղի են ունենում հայտարարակ երևույթներ, որոնք Հայաստանի գոյությունն իսկ կարող են դնել հարցականի տակ, բայց հայ ժողովուրդը զբաղված է երբեմն այնպիսի անհասկանալի ու անհեթեթ խնդիրներով, որ ապշում ես, թե ինչու հանկարծ մի բաժակ ջրում փորձում են փոթորիկ որոնել։ Երբ որ շատ նորից եմ կրկնում, ավելի դաժան բաներ են տեղի ունենում Հայաստանի Հանրապետությունում։ Նիկոլը պետք է սա ուղղակի ասել, Հայաստանը դրել է աճուրդի և վաճառում է, ինչպես ժամանակին Արցախն էր դրել աճուրդի ու վաճառում։ Այսինքն այս մարդը հստակ նպատակով եկել էր իշխանության, ավելի ճիշտ բերվել էր իշխանության, որպեսզի լուծի այդ երկու հիմնական խնդիրները։ Այն է նախ եւ առաջ լուծարել Արցախը, որը նա փայլուն կատարեց, եւ հետագայում լուծարել նաեւ Հայաստանի Հանրապետությունը։ Շատ-շատերի համար 18 թվականին, երբ որ հայտարարվում էր, որ Նիկոլը եկել է Արցախը ծախելու, ֆանտաստիկայի ժանրից էր, շատերը նույնիսկ նեղանում էին, ասում էին, Գառնիկ շատ դաժան բաներ ես ասում, դա անհնար է, սա թույլ չի տա, նա թույլ չի տա, բայց երբ որ Արցախը Նիկոլը վաճառեց թուրքերին, հետո բոլորը սկսեցին ասել, որ իրենք էլ ժամանակին այդ ամեն ինչը կանխատեսել են եւ դրա մասին ուրեմն զգուշացրել են։ Երբ որ ասում ես կոնկրետ փաստեր, օրինակներ, բնականաբար ոչ մեկը այդպիսի փաստ եւ օրինակ որպես այդպիսին չունի։ Դրա համար շատ կարեւոր է, գիտեք, որ մենք կարողանանք լսել, հասկանալ եւ երբեմն նաեւ ինքներս մեր, դիտարկումներում, ինքներս մեր գործողություններում, ինքներս մեր վերլուծություններում կարողանանք հանգել որոշակի եզրակացությունների այն առումով, որ դժվար չի, գիտեք, այդ ամեն ինչը եւ տեսնել եւ հասկանալ։ Այն ինչ տեղի է ունենում այսօր, նորից եմ կրկնում, դա կամաց Հայաստանը մահվան տանելու գործընթաց է։ Հայաստանը վերջնականապես սպանելու գործընթաց է։ Սակայն ցավոք նորից եմ կրկնում, մեր Հայաստանի Հանրապետությունում շատ քչերն է, որ այդ գործընթացը տեսնում են, հասկանում են ու պատրաստ են դրա դեմ որոշակի պայքար մղելու։ Լսում են տարբեր տեսակի ստեր, ինչ որ մարդիկ, նայել են վերջերս դրանք շատացել են, ինչ որ տարօրինակ վերլուծություններ, տարօրինակ հերոսապատումներ, իրանց կենսագրությունից տարօրինակ հատվածներ եւ բացարձակ ստեր են սփյուռ տարածում։ Եվ նայում ես դիտումների քանակը ապշում ես։ Այսինքն միթե մեր ժողովուրդը այդքան ուրեմն անկում է ապրել, որ իր համար շոուն, եթե էկրանում իրար կծեծեն, հայոյանքը, բացարձակ սուտը, բացարձակ կեղծիքը իրանց համար շատ ավելի հոգեհարազատ է, քան այն, որ իրանք հայրենիք են կորցնում, Հայաստան են կորցնում, Արցախը կորցրել ենք, հիմա կորցնում ենք Հայաստանը, եւ գիտեք ամենատարօրինակը, որ այդ ամեն ինչի մեջ մեղավոր է կոնկրետ անձ, որի ժամանակին թուրք-ազերական տանդեմը հաշվարկով իրա կարողացավ որոշակի փոքրաթիվ մարդկանց հետ բերել իշխանության։ Բերել իշխանության հստակ հանձնարարականով։ Եվ այդ փոքրաթիվ մարդիկ ոնց կարողացան զոմբիացնել ամբողջ հասարակությանը, ամբողջ ժողովրդին, եւ Արցախը տալուց հետո հիմա լծվել են Հայաստանը ծախելու խնդրին եւ շատ հրաշալի այդ խնդիրը լուծում են։ Սա է ամենազարմանալին, գիտեք, սա է անհասկանալին, անընկալելին, անընդունելին։ Բայց մեր ժողովուրդը նորից եմ կրկնում, սա չի տեսնում, սա չի լսում, սա չի կարողանում հասկանալ
Այն մարդիկ, ովքեր Արցախյան ազատամարտի ճանապարհին դարձել են, չգիտեմ, ինչ տիտաններ, հիմա այդ մարդիկ ոչ միտեղ գոյություն չունեն։ Ոչ միտեղ գոյություն չունեն։ Այն մարդիկ, ովքեր Արցախյան ազատամարտը իրանց համար առիթ է եղել, որ իրանք դառնան հարյուրավոր միլիոն դոլարների տերեր, հարյուրավոր միլիոնների մասին է։ Հիմա նենց են լացում, որ գնում ասպես պատրաստ եմ քո տան վճարը վճարել քեզ։ Մարդիկ, ովքեր ուղղակի նորից եմ կրկնում, Արցախյան ազատամարտի շնորհիվ եւ իրենց ապաշնորհությամբ իրանք Արցախի ազատամարտին այնքանով են մասնակցել, որ կարողացել են մեկ-մեկ իրանց թալանած փողից ստեղ այնտեղ փողեր բաժանել, դառնալ միլիարդատերեր, բառիս իսկական իմաստով, եւ հիմա օրինակ, եթե Արցախի Հայաստանի հետ խնդիր կա, որին իրանք պետք է մասնակցեն եւ օժանդակեն, որ մենք կարողանանք այս պատուհասների դեմը առնել, նենց են լացում, որ մեղքդ գալիս է ու պատրաստ ես այդ մարդկանց ասել, լավ, այսօրվա լափիդ փողը որն է, որ տամ հետաս ինչ որտեղ բան լափես։ Եվ իրենք խայտարակ ձևով օժանդակում են Նիկոլին, Նիկոլի թիմին, Նիկոլի լրատվամիջոցներին, Նիկոլի, չգիտեմ, ամեն ինչին։ Բայց երբ որ անհրաժեշտ է լինում, որ օրինակ ինչ-որ առումով օժանդակեն նրանց, ովքեր հայրենիքի փրկության համար, որոնք հայրենիքը գոնե ինչ-որ կերպ պաշտպանելու համար պայքար են մղում, դրանց մոտ ձևանում են սուրբ, աղքատ, ընչազուրկ, եւ որ տեսնում ես, որ նորից եմ կրկնում, լափում են։ Ու հիմա էլ են լափում։ Նիկոլի ժամանակ լափելը ավելի մեծ մասշտաբներ ունի։ Օրինակ ասենք, մարդը ինչ որ տարածքի համար տարբեր բաների թույլտվություններ է ստացել։ Հիմա ունենք, թույլտարենք ունես թույլտվություն, որտեղ դու հոսանք ես քաշել, որտեղ դու գազ ես քաշել, որտեղ չգիտեմ 1000 ու մի խնդիր ես լուծել, հա։ Հիմա ոչ մեկը քեզ չի արգելում, քեզ թույլտվություն է տված, որ դրա վրա անես շինարարություն։ Նախագիծ ես անում։ Նորից քեզ ասում են գնա այդ թույլտվությունը, ասպես էսա, թույլտվությունները ունեմ։ Չէ, մեր ու մեջ էլ գրած օրինակ, առանձին պետք է գնաս անես։ Արել ես։ Այդտեղից պետք է մի հատ բան, էլի ասում են գրա այդ նույն, այսինքն Նիկոլի ժամանակ նույն process-ը պետք է 10 անգամ կրկնես, 10 անգամ տանում ես ինչ-որ մարդ կա։ Անիմաստ փողեր ես վճարում։ Բայց գնացեմ կրկնում, նույն հիմնարկից, նույն թույլտվությունը, նույն գործողության համար 10 անգամ պետք է գնաս ստանաս։ Եվ հիմա լափելը, եւ բոլոր այդ հիմնարկներ հարկային են, մաքսային են, վարկային են, չգիտեմ, հնչական են։ Նիկոլը հիմա սա տեսնում է, չի տեսնում, Նիկոլին սա զեկուցվում է, չի զեկուցվում, չգիտեմ ես։ Բայց ան որ հիմա թալանը համատարած է նաեւ եւ այն մարդիկ, ովքեր այն ժամանակ ինչ որ կերպ դարձել են այդ միլիոնատեր արդեն Արցախի հաշվին, հիմա Հայաստանի հաշվին են լափում։ Այդ նույն մարդիկ, որոնք տարբեր սեղանների շուրջ կարող են միշտ Արցախի, մեր Արցախի նախագահների կենացներ, նրանց այդ սեղաններ են գուցե նստել, հա։ Հիմա նույն կերպ լափում են ու չեն տեսնում, որ Հայաստանն է կործանվում։ Իրանց թվում է, որ Հայաստանին չնայած շատերը այդ փողերը հանում են հիմա դուրս մեծ թափով, բայց իրանց թվում է, որ կարող է այդ ամեն ինչից հետո իրանց էլի ինչ որ բան մնա։ Հիմա տեսեք, ինչ է տեղի ունենում։ Այսօր ինձ ուղարկում են կառավարության որոշում, նախագիծ, որը իբրև թե դրված է ուրեմն քննարկման այսպես կոչված։ Բայց իրականում ինչ է տեղի ունենում։ Հիմա ես կարդամ դա, որպեսզի դուք լսեք։ Ուրեմն սենց իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման եւ աջակցության հայեցակարգը հաստատելու մասին։ Սա ուրեմն կառավարության որոշման նախագիծ է,
որտեղ ինչ է, որ կարդում եք խայտառակություն է ամեն ինչը, տեսեք, իրական Հայաստանի գեղագիտության, տեղորոշման եւ աջակցության հայեցակարգը հաստատելու մասին։ Արդեն իրական Հայաստան այդ բանը, սա հիմա հələ կառավարության որոշում է, վաղը իրանք սա որպես օրենք են անցկացնելու, հետագայում սա պարտադրելու են, որ լինի Ալիևի ու Էրդողանի կողմից Հայաստանի Հանրապետությանը պարտադրված ուրեմն սահմանադրության մեջ։ Եվ ստեղ իբրև թե դրել են քվեարկության, օրինակ հիմա հայ ժողովրդի 70%-ը իբրև թե կողմես նախագծին, 30%-ը դեմ է։ Վաղը Նիկոլը սա դեմ է տալու, ասել է, տեսեք, ընդ որում սրա մասին իրանք ոչինչ չեն ասում։ Չեն ասում, որ սենց բան կա տեղադրված կառավարության կայքում, որ իբրև սա իրանք դրել են ուրեմն հանրային քննարկման, վաղը Նիկոլը վերցնելու է ասի, տեսեք, կա 70%-ը մեր ազգի կողմնակից է այս իրական Հայաստանի գեղագիտության, տեղորոշման եւ աջակցության ուրեմն հայեցակարգ հաստատելու մասին։ Հիմա ուստեղ որ հիմքը դնելով մշակութային օրենսդրության հիմունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածը եւ 21-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետը Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է հաստատել իրական Հայաստանի գեղագիտության, տեղորոշման եւ աջակցության հայեցակարգը համաձայն հավելվածի։ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդ օրվանից։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյան 25 թվականի այս ամիս ամսատեղի տեղը բաց են թողել, որպեսզի հենց սկզբից իրական Հայաստան ու ամբողջ հայ ժողովրդի վաղվան մշակույթն ու ամեն ինչը պետք է փոփոխվի, այսինքն սա գրաքննություն մտցնելու եւ մարդկանց պարտադրելու, որ մտածեն նենց ոնց որ հիմա մտածում է Նիկոլը, մտածեն նենց ոնց որ հիմա մտածում է Նիկոլի կինը եւ մտածեն նենց ոնց որ մտածում է Նիկոլի այդ նեղ շրջապատը։ Սա դա է։ Եվ վաղը սա նույնպես եմ կրկնում, դառնալու է օրենք, մտնելու է սահմանադրության մեջ եւ այլևս որևէ մեկը ձեզանից ուղակի իրավունք չի ունենալու իր երեխու անունը դնել Արարատ, Մասիս, Տարոն, Անի, ձեզ զրկելու են դա սահմանադրությամբ։ Եվ սա Նիկոլը անում է շատ հանգիստ ամբողջ աշխարհի աչքի առաջ ու կարծեք թե Հայաստանում ոչ մեկը սա չի նկատում ու բոլորը շատ ուրախ ու զվարթ են։ Քանի որ մեր նախկին այսպես նրանց ովքեր չլսելով Լևոն Տեր-Պետրոսյանին, Լևոնն ասում էր մի գրավեք, մենք գրավում էինք, Լևոնն ասում էր հետ տվեք, մենք չէինք տալի, էլի գրավում էինք։ Այդ ասողները լուր հանդուրժում են Հայաստանի կործանումը Արցախի կործանումից հետո։ Եվ այդ խնդրի հետ կապված Նիկոլը այսօր որևէ անհանգստություն որպես այդպեսին չունի։ Որևէ անհանգստություն Նիկոլ Փաշինյանը այդ առումով չունի։ Ես հիմա տեսեք, երեք լուսահոգի իմ ընկերոջ Լևոն Անդրեսյանի շիրիմին էի այցելել, Հոշական, դե ես որ ինչ-որ 3 չառաջի օրը, ուրեմն կիրակի օրը, այսինքն, այցելել էի Հոշական, հետո որոշեցի, որ պիտի դղեր բարձրանամ, մենակ իմ հուշերով, իմ մտքերով, հետո որոշեցի, որ պիտի Համբերդ բարձրանամ եւ հետագայով բյուրականով իջնում էի։ Ուրեմն ամեն քայլափոխի պարեկներ էին կանգնած, մեքենաներով։ Ապշած էի, թե պատճառն ինչն է, որ այսքան պարեկ ինչ է պատահել։ Այսինքն բյուրականի են վերևից, մինչև Երևան պարեկները շարված էին։ Հետո գալիս եմ Երևան, իմանում եմ, որ ուրեմն Նիկոլը այցելել է, այսինքն մի քանի 100 պարեկային մեքենաներ, չհաշված իր Թիգնազորը, չհաշված մյուսներ, ասում եմ, ամեն քայլափոխի, ամեն մի պավարոտից, բյուրականը գիտեք ճանապարհը, ամենտեղ կանգնած մեքենաներով։ Իմացա, որ Նիկոլը եղել է բյուրականում, բան ինչ-որ, հետո իմացա, որ ինչ-որ ցանկապատ եւ այլը թադրոն
գնացել այդ թատրոնը, որ բնության գրկում են խաղացել, ու մեկ էլ նայում եմ ամբողջ Հայաստանը քննարկում է Մկտիչ Արզումանյան, եթե չեմ սխալ, Մկոյի, Հայկո Մկոն որ կան, Մկոյի հարցը։ Ու աշխարհում էլ մարդ չի մնացել, որ Մկոյի վերաբերյալ ամենա այն թունոտ հայտարարություն, մտածում եմ, ինչ է տեղի ունեցել էլի։ Ինչի են այս Մկոյի հետ կապված, ինչ արել այդ մարդը։ Մտածում ցանցեր, մանցեր, նայում եմ, բան չեմ հասկանում։ Հետո սկսեցի մի քանիսին լսել, որոնք sense դրած խեղճ Մկոյին փայտերով, բաներով, ավտոմատներով, գնդացիրներով, ռակետներով, ատոմային զենքերով այդ մարդու վրա կրակում են։ Փորձեցի տարբեր մարդկանց զանգել, ասել Ժողովուրդ, Մկոն ինչ է արել։ Բա Նիկոլի առաջ թատրոն է խաղացել։ Մտածում արա Նիկոլի առաջ լավ, հիմա Նիկոլը թատրոն է գնացել, ինչ կապ ունի։ Հա, մեծագույն թշնամի մեր ժողովրդի, ազգադավ, ինչ ուզում եք անունը դրեք։ Գրած այդ մարդն էլ դերասան տղա է, թատրոն են դրել, խաղում թատրոն ներկա։ Բա ինքը հանդեղ համաձայնել է Նիկոլի հետ։ Նայում եմ այդ կադրերը որտեղ է համաձայնվել, ինչումն է համաձայնվել, ինչ է արել։ Չեմ տեսնում ամենայն դեպս ես երբեք այդ Մկո, Հայկո այդ կադրերը չեմ նայել։ Ես չեմ պատկերացնում, որ մարդը, որ ունի արցախյան ազատամարդ, ինչքան որ ես շարժման ակունքներում եմ կանգնած, ամենաակունքում 85 թվականին երբ ոչ մեկը դեռ չգիտեր, որ շարժում պիտի լինի, բացի լուսահոգի Իգոր Մուրադյանից եւ էլի մի քանի հոգուց, ես այնտեղ եմ, ընդեղից եմ գալ 85 թվական։ Հետո արցախյան պատերազմ, հետո խորհրդային միության փլուզում, երկրաշարժ, այդ պատերազմ, որում ամեն ինչի մեջ մենք կարողացանք հաղթել, հետո այդ հաղթանակի բերկրանք, հետո խաղաղ կյանք, բայց միշտ այդ պայքարի մեջ Հայկո Մկոնների խաղացածը իմ համար էական չի եղել երբեք։ Ես գիտեմ, որ այդ ժամանակրանից մինչև հիմա որևէ ֆիլմ, որը դաստիարակչական կամ ինչ-որ արժեք ունի, չկա, խորհրդային միության փլուզումից հետո հայ ֆիլմը այլևս ոչինչ չի տվել մարդկությանը։ Ոչ հային, ոչ էլ որևէ մեկին։ Օրինակ այն օրը նայում էի Բարև ես եմ, չգիտեմ, որ կանալներ ցույց տալի, էլի գնացի են մանկություն, որ այդ կինոն առաջի անգամ նայել եմ։ Գիտեք, արվեստ կար ընդ, Ֆրունզիկ կար, ընդ Սոս Սարգսյան կար, Խորեն Աբրամյան կար, Հրաչյա Ներսյան կար, Ավետ Ավետիսյան կար, հա, մարդիկ, տաղանդներ, հա։ Հիմա շատերի անունները, ներողություն եմ խնդրում, շատերի անունները կարելի է տալ։ Հիմա երբեք Մկո, Հայկո, Սքո, Ցքո, ինչ-որ մի հատ այն կոլոտ ինչ-որ բան են ասում, դրանք արվեստ չեն, դրանք մարդիկ են, որովհա փող են աշխատում, երկու, որպես դերասան ես իրանք չեմ ճանաչում, որտեղ ծամածռություններ, էշություններ, այն էլ էս պայքարի էշություններն էր, որ մեր սերունդին բերեց այն վիճակին, որ Նիկոլի նմանը իրան կարողացավ այդ բանում, այդ ճահիճի մեջ մտեղ գտնել։ Բայց ոչ եմ կրկնում, ես փորձեցի հասկանալ լավ ինչ է արել Մկոն։ Ընդհակառակը բեմադրությունը, որ Նիկոլի դեմ ցույց են տվել, շատ հետաքրքիր է, որտեղ երկու հարևան ցանկապատում այդ մի մետր հողի համար իրար հետ պայքարում են, այսինքն իրանք ասել են, որ եթե երկու հարևան դու երկիր ես ծախել, այդ առումով այդ թատրոնը Նիկոլի վարած քաղաքականությանը դեմ է։ Հետագայում Նիկոլը ինչ-որ բաներ է փորձում, բնականաբար ամբողջ ինչ-որ դուրս է տալի էշություն է։ Դա իր քաղաքականությունն է, որ այս մշակույթային այս կառավարության որոշումով էլ ուզում է անցկացնի։ Ինքը ուզում է ըստ էության Մկոյի խաղացած այդ թատրոնը ինքը ենթարկում էր գրաքննության, որ այ դուք վերջում իմաստը պետք է լիներ իրական Հայաստան, բայց դուք այդ իրական Հայաստանը ինքը թե չտեսավ։ Սա նախերգանքն է, սա այն է, որ վաղվանից այլևս դուք այդ ցանկապատի այդ մի մետր հողի համար կռիվը թարգեք, ոչ մի կռիվ, ինչ ուզում են պետք է տակ։ Հասկանում եք։ Եվ Մկոն որպես դերասան, նա ոչ քաղաքական գործիչ է, ոչ քաղաքականության
մեջ թրծված ասում են համաձայնություն էլ ես չտեսա որ համաձայնություն է տալի այն մի հատ ուրիշ չաղլիկ տղա կար նա գոնե որտեղ ասում է այո դուք ճիշտ եք բան բայց Մկոն առանձնապես այս հարցակումը Մկոյի վրա ես սկսեցի մտածել լավ ինչ այսինքն ժողովուրդը ինքան է ցածրացել մակարդակով իջել զրոյացել որ հիմնական թիրախը թողած խեղճ Մկոյին որը կարգին բեմադրություն է ցույց տվել ասել է որ հարևաններով են միթից հողի համար կռվում արա դու հայրենիք ես ծախել բայց կարևոր չի դրանից հետո նույնիսկ ինչ է Նիկոլը մոտեցավ նա ձեռով բարև տվեցա մոտեցել է ձեռով բարևել է դրա մեջ ինչ կա Այսինքն ինչու է հայ ժողովրդի իրան ինտելիգենտ համարող մասսան հարձակվել Մկոյի վրա ես չեմ հասկանում Մարդը դերասան մարդ է հա դու ես ասում Ֆրունզիկ չի Խորիկ չի Սոս չի Հրաչյաներսյան չի Ավետավետյան չի էլի միլիոն հատ աններ էլի կարող ենք տալ հա բայց ինչ կար Այսինքն այն ոչինչ չարած մարդիկ ովքեր հիմնական պայքարի թիրախ կա որը Հայաստանն է տանում կործանման թողել հասել է խեղճ Մկոյի վրա Ունա եթե իմանամ այդ թատրոնը որևէ տեղ ցուցադրվելու է ես անպայման գնալու եմ նայեմ հատկապես եթե բացոցիալի ավելի լավ տենց հա այդ ցանգապատը ամբողջական բովանդակությունը չգիտեմ բայց ամենադեպս այն բանավեճը որ եղավ իրանց մեջ ես հասկացա որ այդ հողի համար է կռիվ այսինքն մարդիկ ասել են արա հարևաններով բիթից հողի համար կռվում են դու հայրենիք ես ծախում Նույնիսկ եթե իմանամ որևէ տեղ այդ թատրոնը ցուցադրվում է անպայման գնալու եմ նայեմ հենց Մկոյի կատարմամբ ես մարդու դերասանական տաղանդի մասին ոչինչ չգիտեմ եթե իսկ այն մյուս սերիալները այդ Հայկո Մկո կյանքում չեմ նայում ինձ տահաճ է որ այս վիճակում մենք մի հատ 30-40 տարվա մեջ մի հատ նորմալ ֆիլմ չկարողացանք անել ինչքան էշություն կա բոլոր կանալներով նայեք բոլոր կանալներով հա մեկից սկսած վերջացած չգիտեմ Արմենիայի ու Շանթու բան բացի էշությունները նորմալ բան ոչ մենակ Ալամեի Տիգրան որ ասում էին հա Տիգրանից պլեճարած այդ երկի մրցույթները հայկական երկի բանի դից պլեճարած վերակ դրանք է որ նայելու արժանի են մնացած լուրերից սկսած որ ամբողջությամբ սուտ է մնացած բոլոր հաղորդումները նայել պետք չի հատկապես այդ սերիալները կապիկություն գոմիկություն էշություն տղամարդը կնոջ շորերով ամբողջ դա եմ քարոզում Գտեղ նայելու որևէ բան չկա Հիմա հանկարծ բոլորը հարձակվել են Մկրտիչ Արզումանյանի վրա Նույնիսկ եմ կրկնում ես մեծ սիրով կգնամ այդ ուրեմն այդ ներկայացումը նայելու ի աջակցություն հենց Մկոն ինչ արել է մարդը թատրոն է խաղացել Դուք էլի նույնիսկ եմ կրկնում հիմնական թիրախը թողած որ այնտեղ նայել է ու փորձել է դրա գաղափարը փոխել ասում են Մկոն ինչի սենց ասեց ինչ որ Ալեքսանյանը իր մասին գովեստի խոսք է ասել իքթե շնորհակալություն է ասել Համար կարող է մարդուն չհետաքրքրի էլ այդ Ալեքսանյանը вообще ով է ինքը ձեր նման ազգային ժողովի նիստերը չի նայում այդ Ալեքսանյանի ելույթները չի նայում հաստատ Նիկոլի ելույթներն էլ առանձնապես չի նայում ինքը զբաղված է իր թատերական գործունեությամբ Բա դուք այդ քաղաքական գործիչներով ամեն օր սրա նրա թեմաներով ելույթներ ունեցող անելով էլի հարևանները սկսեցին Հասկանում եք իսկապես շատ վատ բան է Հիմա ամբողջ ազգը քննարկում է քննարկեք կառավարության այս որոշումը որ Նիկոլը շուտով դա դարձնելու է օրենք ու հայ ժողովրդի մեջից հանելու է ամեն հայեցի բան Դուք մտածեք նրա մասին, որ այն մարդիկ ովքեր ամեն սեղանի եւ Արցախի շնորհիվ դարձան միլիարդատերեր ու հարյուրավոր միլիոն դոլարների տերեր, շինարարություններ են անում ապշում է սարա,
Բայց այդպես փողերը ունեիք պահած։ Ժամանակին Արցախի վրա դնեիք։ 180,000-ից բնակչությանը թիվը իջեցրել դարձել են 120,000։ Այդ նույն մարդիկ խոսում են մեկ-մեկ։ Ում հետ խոսում ես Արցախին ես կա սուտ են ասում։ Արցախը իրանց համար առիթել էր թալանանելու։ Այդ առումով շատ ցավոք սրտի, բայց հիմա դրա մասին խոսում են մարդիկ, օրինակ նույնիսկ այդ խնդիրների հետ, ու տալիս են մարդկանց անուններ, որոնք որևէ իրականության հետ աղերս իսկ չունեն։ Աղերս չունեն։ Ու հասարակությունը կամ մետ է նայում, կամ հարձակվում է Մկոյի վրա։ Նույնիսկ եմ կրկնում, մեր հիմնական թիրախը քաղաքական, տնտեսական, մշակութային, որը պղծում է այդ ամեն ինչը, դա Նիկոլ Փաշինյանն է։ Անձնապես Նիկոլ Փաշինյանը։ Նույնիսկ երբ որ ասում են Նիկոլի թիմ որպես այդպեսին գոյություն չունի։ Նիկոլը թիմ չունի։ Նիկոլը, եթե չկա, այդ թիմը չկա։ Նիկոլ կա, այդ թիմը կա։ Բայց Նիկոլը ոնց է կարողացել էշացնել մնացած հասարակության 90%-ին։ Այս է խնդիրը։ Եվ հիմա հասարակությանը զբաղեցնել Մկոյով, թե տեսեք Մկոն գնաց, եթե Նիկոլը ձեզ մոտենա, ես վստահ եմ, օրինակ Հայաստանի օլիգարխների, օլիգարխ չանցեմ, մեծահարուստների 100%-ը կզելու է Նիկոլի կոշիկները պաչի, 100%-ը։ Հայաստանում չկա մի հատ մեծահարուստ, որին եթե Նիկոլը այսպես մատով կանչի, ու ասի կզի, կոշիկներս լիզի, չլիզի, այտենցը չկա։ Բացի նրանց, ովքեր իրանց միջև հիմա արդեն դրսևորել են։ Լուբոյեն վախտուա ավտարիցետ են կլիչկա ունեցողներին, ցանկացածին այսպես մատով կանչի, ասի կոշիկներս լիզի, լիզելու են։ Մարդիկ կան, որոնց անունները ես իմ ելույթներում տվել եմ, դրսից եմ աղթոր փախած էին, քսիֆ էին ուղարկում, մարդկանց միջոցով, Կարնիկ մենք արա աղբեր կարգ, ապեր մնային կտե մեր մաման լացածներ, դրա համար թռել ենք էլի։ Հետո պարզվեց եկան ինչ-որ պատճառներով։ Բա հիմա եկել եք արա։ Ոչ թե պատրաստ եք Նիկոլի կոշիկները լիզել, այլ ավելի վատ բան։ Եթե ինքը առաջարկի անելու եք։ Այս է մեր ողբերգությունը։ Ստացվել է, որ ժամանակին որևէ արժանի մարդ մեր երկրում ոչ կարողացել է բիզնեսով առաջ գնալ, ոչ կարողացել է զինվորական բանով առաջ գնալ, ոչ քաղաքական առումով առաջ գնալ, հա, տենց է ստացվում։ Գոնե ձեր ղեկավարների կողքին կանգնածել էիք, արա, նրանց ում այն ժամանակ ոչինչ չէիք բանանում շռայլելու համար։ Որոնց նույնպես ոտերը պատրաստ էիք լիզելու, պաչելու, գցնելու, ստորանալու։ Բա ինչ եք ակիմ, արա, այս մարդ ասում, կառավարության որոշումով երկիրը տանում է կործանման։ Թվում է, որ այդ հայեցակարգի մեջ առանձնապես բան չկա, դրեք մի հատ կարդացեք ու քվեարկեք գոնե։ Նույնպես եմ կրկնում, ասում եմ ինչ կոնկրետ ինչ որոշման մասին է խոսքը։ Մարդը շրջանառության մեջ է դրել, հիմա աշխատացնում է եւ վաղը սա որպես օրենք է ինքը անցկացնելու։ Եվ հետո ես կնայեմ, թե դուք հայ ժողովուրդ ինչ եք անելու։ Ինչ եք անելու։ Այսինքն ապշում ես, ես նույնպես եմ կրկնում։ Այն բոլոր իրական Հայաստանի գեղագիտության, տեղորոշման եւ աջակցության հայեցակարգը հաստատելու մասին։ Ու երեք ինքը ասում եմ, Ռավել Ջիտ Կիրակյորը Մկոյի միջոցառմանը գնալու էր, որ այնտեղ ասել, որ այդ սահմանային խնդիրները, այդպես թատրոններ այլևս չխաղաք։
Խաղացեք իրական Հայաստանի, ինչ հողի համար կռիվի, ինչ եւ մնացած այդ բաները։ Եվ հիմա դրել են նորից եմ կրկնում քվեարկության, սա մտնում է կառավարության կայք, սա մասին որ եւ այն բաները, այդ հարցերը այդ բանի հոլովույթի մեջ կտեսնեք, ու ըստ դրա կարող եք ուրեմն հանանել, քվեարկեք, որ մարդիկ տեսնեն, որ դուք դեմ եք, մեկը մյուսին փոխանցեք, կարդացեք իհարկե նոր, կարող է ինչ-որ մարդկանց, այսպես կոչված, դուր գա։ Ուրեմն դե երբ որ ես ընդհանրապես դուրս եմ գալի հանկարծ երկրից, այսինքն կներեք Երևանից, անպայման դրանից հետո փորձում եմ գյուղեր էլ մտնել։ Իհարկե Նիկոլը սկսել է մեծ շինարարական ասֆալտապատման աշխատանք։ Գյուղացուն ես բարձ հարց եմ տվել։ Գյուղացին, տես Նիկոլը ոնց է ասֆալտ անում։ Ասեմ լսեք ժողովուրդ, ձեր համար ասֆալտն է ավելի կարևոր, թե օրինակ հողը, հայրենիքը։ Բարձր այդ մարդկանց համար ասֆալտն է ավելի կարևոր։ Ուր է իջել հայ արը։ Դրա համար մենք երբեք հայրենիք չենք ունեցել ու սա էլ ենք կորցնելու։ Որտեղ Նիկոլին դա ասել են, որ այդ ժողովուրդ, հայ ժողովուրդ, հայրենիք երբեք չի սիրել։ Ինքը սիրել է, որ իր զուգարանում մի հատ բան ձգես, որ իր իբրև թե ասֆալտ անես։ Ճիշտ է, մի տարի հետո մոռանում է այդ ասֆալտ անողին։ Բայց կապ չունի, այսօր ասֆալտ է իրան պետք, հայրենիք պետք չի, Արցախ պետք չի, Սյունիք պետք չի։ Արևմտյան Հայաստանի այն 1.5 միլիոն հայերը տենց էին մտածում, հող էին մշակում։ Իրանց բան պետք չի, թուրքերի հետ լավ հաշտ ու համերաշխ ապրում են։ Հիմա էլ Նիկոլը դա ասում է, չէ՞ որ թուրքերը ցեղասպանություն չեն արել, մենք ենք արել։ Վաղը դա էլ է մեզ պարտադրվելու։ Որ ցեղասպանություն Թուրքիայի նկատմամբ մենք ենք արել։ Ու որ վաղը սա դառնալու է արևմտյան Ադրբեջան, էլի չկասկածեք։ Այս ձևով ասֆալտ ուտող գյուղացիներով, ասֆալտ ուտող հայով, ասֆալտը պաշտող մարդկանցով հանգիստ կարելի է Հայաստանը ծախել։ Ու այդ մարդիկ ուրախ կլինեն։ Ինչ տարբերություն ասում է Ադրբեջանը լավ նավթել ունի, գազել ունի, մենք որ դառնանք արևմտյան Ադրբեջան, մեզ նավթն ու գազը ձրի կլի, ասֆալտն էլ քանի որ բիտում բան է առաջանում, ասֆալտ կանեն։ Այդ գաղափարը կամաց մտցնելու են ձեր մեջ։ Դուք դրած մկոյի հարց եք քննարկում։ Հայրենիք եք կորցնում նստածը մկոյի հարց, ասֆալտի հարց։ Այդ ուր են իջել եւ ինչի են իջել, սա էլ է շատ կարեւոր հարց։ Ինչու ենք այդքան իջել, ինչն է պատճառը։ Լավ, խորհրդային միության դաստիարակությունը, մեկ-մեկ որ հիմա մեկը խորհրդային միության դեմ խոսում է, դառնում էին ողերին թշնամին, գիտեք ինչի համար։ Որտեւ մենք 88-94 թվականը հաղթեցինք խորհրդային միության դաստիարակությամբ։ Բավական էր 30 տարի անկախություն, իբրև թե անկախություն ունենայինք, հայ ժողովրդի մտածողությունը իջել է Հայկո Մկոյի մակարդակի, իջել է ասֆալտի մակարդակի, իջել է արևմտյան Ադրբեջան հասկացողության մակարդակի։ Սա ենք, ումից ենք մենք բողոքում։ Եվ հիմա, երբ որ կոչ ես անում, որ մարդիկ կարողանան համախմբվել կոնկրետ գաղափարի շուրջ, գիտեք, հիմա գաղափարը մեկն է, Հայաստանը փրկել։ Եվ որ ես Արցախի նախագահներին ասում էի, մի թողեք այդ մարդը Արցախ մտնի, ինձ գործից հանեցին, որտեղ Նիկոլը դա էր պահանջում։ Հիմա երբ ես հայ ժողովրդին ասում եմ, հայ ժողովուրդ, մեր միակ խնդիրը Նիկոլն է, Մկոյից եք կպել։ Մկոն իր թատրոնը շատ լավ էլ թատրոն է դրել։ Շատ լավ, որ հողի համար ոնց են պայքարում հարևաններից, դու հայրենիք ես ծախում, առանց պայքարի։ Գաղափարը դա է եղել, հիմա Մկոն բարևել է, Նիկոլին չի բարևել, միթե դա է իրականը։ Նա իր խոսքը իր թատրոնով ասել է արդեն։ Դրա համար էլ Նիկոլը տես բորբոքվեց, ասեց, վայ դուք իրական Հայաստանի բանը տայիք։
Նիկոլը ոչ թե չի գիտակցում, որ բյուջեն 5-ից 6 միլիարդ է դարել Ադրբեջանի ռազմական տեխնիկա գնելու։ Ոնց նայում եմ, ոչ մեկի հետ բացի մեզանից ինքը պատերազմելու բան չունի։ Այս տխմարները բյուջեն իջեցնում են, նա բարձրացնում է։ Իրեն մտածում է, թե իր էշություններով, չէ։ Նիկոլը շատ լավ գիտի, որ հիմա ինչի օրինակ կրակոցները կդադարեցնեն, որտեղ Ալիևը եւ Էրդողանին խնդրել է, որ ընտրություններ են, այդ մի քանի ստից թուղթ ստորագրենք, այս այսպես կոչված հայ ժողովուրդը, քանի որ ասֆալտ է սիրում, ինձ մի քիչ փող տվեք, ես ասֆալտներ կանեմ, Էլի նորից կընտրվեմ, այ մյուս 5 տարվա ընթացքում Հայաստան մեկը ծախել ձեզ։ Դա է տեղի ունենում։ Նորից եմ կրկնում, դա է տեղի ունենում։ Էրդողանի ու Ալիևի հետ ինքը պայմանավորվել է, այս վերջին հանդիպման ժամանակ, որ իրան շանս տան, որ ինքը քանի որ ռեյտինգ ընկած է եւ այլ եւ փող տան, որ ինքը մի քիչ ասֆալտ անի, ինքը դա է անում, հավանաբար, ոչ մեկի անմեղության կանխավարկածը բան չանելով, չխախտելով, իմ ենթադրություններն են դա, որ այո ինքը այդ ձևով ստանում է որոշակի ժամկետ, որ կարողանա էլի հայ ժողովրդին մի անգամ եւս խաբել խաղաղության կեղծ թեզով, վերընտրվել եւ արդեն Հայաստանը ծախել։ Հիշեք, Նիկոլը դա պարտավոր է անել։ Նիկոլը այլ ճար չունի, որտեւ Նիկոլը հասկանում է, որ եթե կա Հայաստան, երբ էլ ինքը իշխանության չլի իրան դատելու են։ Ընդ որում, վստահաբար, քանի որ արդեն կոչերել կան, որ փոխել հոդվածը համանadrությունը եւ մահվան դատավճիռը որոշ հանցատեսակների համար ներառել, ինքը հասկանում է, որ դա արվելու է եւ ինքը կյանք երկար չի, եթե ինքը իշխանության չի։ Իսկ քանի որ ինքը գիտի, որ ինքը հավերժ իշխանության չի, ապահովագրելու համար իր ամբողջ այդ փրկության միակ ճանապարհը Հայաստանը որպես սուբյեկտ վերացնելն է։ Դրա համար հաջորդ 5 տարում ինքը ամեն ինչ անելու է, որ սա դառնա արևմտյան Ադրբեջան։ Այն մարդիկ էլ ովքեր ասում են ռուսը դա թույլ չի տա, ադրբեջանցին դա թույլ չի տա, պարսիկը դա թույլ չի տա, առնվազն տգետ են, անասուն։ Ինքը դուք երկիրը դարձնում ես արևմտյան Ադրբեջան, ինչ-որ մեկը պիտի թույլ չտա դա։ Ոնց որ առաջ էին ասում, ոնց թույլ կտա Ռուսաստանը, որ Արցախը Ադրբեջանի կազմում, ոնց թույլ կտա ես։ Այդ մարդիկ ասում են, տխմար են, հիմար։ Իրանք իրանց քթից ենքում չեն տեսնում։ Մեկ ֆրազ ունեն, որ Ռուսաստան կամ Պարսկաստան, հայ սա Չինաստանն եկավ մեզ փրկի, հեսա Հնդկաստանը, ոչ մեկը քեզ չի փրկելու, ոչ մեկը։ Եվ մենք ըստ էության կորցնում ենք մեր հայրենիքը, բայց մարդիկ որոշել են Մկոյի վրա հարձակվել։ Ես ասում եմ, ինձ համար այդ աղմուկը Մկոյի շուրջ անհասկանալի է, ուզում էի հասկանալ։ Որտեղ ուղղակի խոսալու թեմա է, նյութ է պետք իրանց։ Դե Մկոյին հեշտ է քլնգել, քլնադատել, այ բար դերասան մարդը, ինչ եք ուզում այդ տղայից։ Ինչ ժամանակ են կոլոտ հովո են ասում, ինչ են ասում, էշություններ են անում, ինչ կարևոր է, դերասան մարդը, դրանից ինչ ես ուզում։ Հայկոյից ինչ էիք ուզում, այնա քաղաքապետ դրին ինչ եղավ։ Բայց հայ ժողովուրդը կետա իրան էլի ձայն կտա։ Մարդիկ կան, որ հայհոյում են տարում, ձայն կտան դրանց։ Նորմալ մարդու, զարմանում ես, նորմալ մարդը Հայաստանում կարծեք թե այն սպիտակ ագրավել է։ Այլևս տեղ չունի։ Ճշմարիտ խոսքը հիմա Հայաստանում արժեք չունի։ Կամ պիտի բացարձակ ստեր ասնես, վերցնեմ Քոչարյան, Սերժ Սարգսյան, սկսեմ դրանց մասին աշխարհամնա ստոր ստեր ասել, դիտումները մի անգամից կբարձրանան, տարբեր տեղերից ինչ-որ Այս երկրում միակ մարդով, գիտեք, աշխատել է բոլորի հետ։ Եվ քանի որ ոչ մեկի հետ ոչ վեճ է ունեցել,
ոչ անձնական պայմանավորվածություն է ծախել։ Եվ նույնիսկ ես կարող եմ ասել, ես միակ մարդն եմ, դա կարող եք համարեք մեծամտություն, որ բոլորի մասին գիտի ամեն ինչ։ Աշխատանքի բերումով, աշտոնի բերումով, զուտ մարդկային հարաբերություններով, հասկանում եք, որովհետև մեկի հետ շնամանք չստեղծելով։ Դրա արդյունքում այո, ամեն ինչ գիտեմ բոլորի մասին, բայց ես ինձ թույլ չեմ տալի այդ իմացածս բացարձակ ճշմարտություններն ասել, եթե իհարկե դանակը ոսկորին չի հասնում որոշ պարագաներում։ Արա նայում ես քնձռոտներ, որ 0 են, 0, ոչինչ, ու ինչ ասում են սուտ են ասում, 100%-ով սուտ։ Արա հաջորդը, մեկ էլ ինձ են ուղարկում։ Բա քարնիկ տեսար էս նյութը, ասում այ, էշ, այդ նյութը ես ուղարկել ինձ։ Դա ծայրի, ծայր սուտ են, այ, հա ոնց կարա, ասում սուտ արա, ծայրի, ծայր։ Առաջի տառից մինչև վերջի տառը։ Բայց հաջորդը այդ սուտը կարծեք թե իրան սնունդ է տալի, իրան կայֆ է տալի։ Նստում են երկու անբարոյական հայրենիք չունեցող, իսկ իրականում հայրենիք չունեցող անձեր, էլի սկսում են ինչ-որ մեկի մասին սուտ ասել։ Կամ խոսում են, մեկ էլ մեկի անուն են տալի, դրան հայոյում են, որին չեն ճանաչում, կյանքում չեն տեսել, եթե իրա մոտը լենք շռեն տակները։ Ես երբ որ ինչ-որ մեկի մասին բան եմ ասում, ես ինքս մենակ կարամ պատասխանը տամ դրա։ Այդքանի վրա վստահ եմ։ Բայց մարդ կա, որ ինչ-որ մարդու անուն է տալի, հետո ասպես արա, մարդը քեզ ուզում է տեսնի։ Քաքում է տակը, շռում է տակը, արա, այդ դեպքում չի եք ինչ-որ բաներ ասում, նախ որը իրականությանը չի անպատասխանում, որի պատասխանը դուք մարդկայինորեն չեք կարող տալ, բայց ձեզ դենց լավ զգալու համար, յանի լավ տալ, այս երևույթները եկեք վերացնենք ժողովուրդ, նրանք ովքեր գոնե ուզում են հայրենիք փրկել, ովքեր ուզում են, որ այս երկրի այս փոքրիկ մասն էլ չդրվի բանի վաճառքի, ովքեր ուզում են, որ այս երկիրը ազատագրվի։ Ես այսօր նորից որ կարդացի Էդգարը Ղազարյան վաղը նորից գնալու է ազգային ժողով, ես գիտեք, մեկ շատերի մոտ դա աբսուրդ է թվում, շատերը նույնիսկ դա ծաղրում են, բայց մարդը ինչքան հետևողական է։ Ու ոնց է ցույց տալի, որ ինչպես են բաներ պայմանավորվում, որոշումներ կայացնում, որ այդ որոշումների մեջ իմիջիալուց տարբերություն չկա, այսինքն նույնիսկ ընդդիմությունը ներկայացնող մարդիկ են, ուրեմն աջակցում է պարագայում Նիկոլին եւ նրա այդ փոքրավթիվ թիմին։ Ասում ապագա սերունդները մեզ կմեղադրեն մենակ մի բանում։ Օրինակ, երբ որ կարդանես Մկոյի պատմությունը կզարմանանք, ասեն արա այս շեները, այսինքն ինչ եղել, որ Մկոն ինչ կապ ունի։ Մկոն լավ էլ թատրոն էր խաղացել։ Լավ էլ այս օրերին համահունչ եւ իշխանական գծին հակառակ բեմադրություն է ցույց տվել։ Ինչ է Նիկոլին բարևել է հաջորդը խի հարցակվել վրան։ Իմ խոսքով վիճակը բավականին ծանր ու բարդ է եւ ես ուղղակի ուզում եմ իմ հայրենակիցներին կոչ անել, հորդորել, ասել, որ սիրելի իմ ժողովուրդ, մենք կորցնում ենք նաև Հայաստանը։ Եթե Նիկոլը վերընտրվեց, հավատացեք, որ 5 տարի հետո այլևս Հայաստան չի լինի, ոնց որ չկա հիմա Արցախ, հայերենը կարգելվի հենց Հայաստանում, այս կառավարության որոշումը, որ Նիկոլը որոշել է անցկացնել, դրանով վերջ կտրվի ընդհանրապես եւ մենք կոչվենք ադրբեջանական ինչ-որ ցեղատեսակ, սրան է տանում Նիկոլը։ Իսկ դուք այդ հիմնական թիրախը թողած շուր ակոնների հետևից եք ընկել, ձեր հարստությունների հետևից եք ընկել, այսօր կվայելեք վաղը մեկը ետել են ձեր ձեռից առնելու։ Իսկ մեր օլուխ մեծահարուստներին արա գոնե կուշտ հաց կերեք էլի մի ափսոսացեք փողը։
մեկ է ձեր փողերը մի օր ձեր ձեռից առնելու է։ Ունեք կուշտ հաց կերեք, էլի ձեր փողով կերեք, մի օր էլ ձեր փողով հաց կերեք, էլի։ Իսկ գյուղացիներին մեր ապշում ես, մարդիկ գիշեր ցերեկել չարչարվում են, այդ ասֆալտով մի խափնվեք։ Գիտեք ինչի է Ռուսաստանը մեծ։ Ես վերջերս էլ որ հատկապես այցելել էի Ռուսաստանի Դաշնություն, իրան ճանապարհները շատ նեղ են։ Ու միշտ այդ խցանումներն առաջանում են այդ ճանապարհների նեղության պատճառով։ Ես իրանց այդ զրույցի ժամանակ ասում եմ լավ աշխարհի ամենամեծ երկիրն եք տարածքով։ Հələ ձեր հողերից մի հատ մեծ Չինաս բանը Ղազախստան եք սարքե, մի հատ Ադրբեջան եք սարքե, մի հատ Ուկրաինա եք սարքե, դες պետություններ արհեստական սարքել եք, էլի։ Որա ճանապարհները մի քիչ լեն արեք։ Ասին կարևորը հողը լինի։ Ասֆալտ կլինի թե չի լինի, դա երկրորդական է։ Դրա համար էլ այդ երկիրը աշխարհի ամենամեծ երկիրն է։ Դրա համար էլ այդ երկիրը աշխարհի ամենահզոր երկիրն է այսօր։ Ինչքան ուզում եք Ամերիկա գողացեք, որ ուրիշներից է գողանում ամեն ինչ։ Իր սեփականը չունի։ Ռուսականը իր սեփականն է։ Ոչ մեկից չի գողանում։ Իսկ մենք ինչու լինելով աշխարհի այսպես կոչված ամենա դրախտում, հա, ստեղծված ազգ, դրախտում ապրած ազգ, մեր դրախտը միշտ ուրիշներին ենք վաճառել, որտեղ հայրենիք չենք սիրել։ Մենակ մենք կարայինք ասենք, որտեղ հաց ընդեկած։ Իսկ ռուս ասում է, սա իմ հողն է։ Մոլ յուղացին ասֆալտ է անում, մեկոյին խեղջին ասում են թադրոնը խի բարև տվեց։ Մեր թիրախը մկուն չի, մեր թիրախը այդ գյուղացին էլ չի, մեր թիրախը Նիկոլ Փաշինյանն է։ Սա ցավոք սրտի օրինակ, երբ որ գալիս ենք արդեն քաղաքական մասով, չի հասկանում Հայաստանի խորհրդարանական ընդդիմության մեծամասնությունը, չի հասկանում։ Սա չի հասկանում Հայաստանի ամենահին կուսակցությունը, ամենամեծ, ամենահին, ամենատարիքով կուսակցություն, չի հասկանում։ Որտեւ այլ արժեքներ է հիմա դավանում։ Որտեւ այսօր մտածում է վաղը ոնց անի, որ պրոստը խորհրդանում մի քանի հոգով ներկա լինեն։ Սա չեն հասկանում նախկին շատ լուրջ պաշտոններ զբաղեցրած մարդիկ։ Դրա համար էլ իմպիչմենտից վախենում են, չեն գնում դրան, որ Նիկոլը իրանց նկատմամբ բարյացակամ լինի եւ թույլ տա, որ իրանք հաջորդ անգամ էլ ներկայություն ունենան որոշակի։ Սա է, ես ուղղակի ասում եմ, ես Մկոյի պատմության հետ կապված այսօր թեման այս ուղղությամբ գնաց շատ լուրջ բան կա չնայած ասելու, շատ կարևոր շարժեր են տեղի ունենում աշխարհով մեկ, Միացյալ Նահանգներում, դեռ մեկ տերորի ինչ աշխարհի է հասել, ժողովրդավար այդ երկրում, բան։ Եվ նման շատ ու շատ բաներ։ Եկեք ժողովուրդ միասին ամեն ինչ անենք, որ չդառնանք արևմտյան Ադրբեջան։ Իսկ այդ վտանգը մեր գլխին կախված է, եւ եթե հանկարծ Նիկոլը վերընտրվեց, վերարտադրվեց, մի գրամ կասկած չունենաք, որ մյուս 5 տարվա ընթացքում Հայաստանը Արցախի նման կհանձնվի թշնամուն։ Մնաք բարյավ, հաղթանք դեպի։